Պետք է ասեմ, որ միայն մեկ ելույթ հնչեց, որը ինձ մեծապես խոցեց, եւ դա Գեղամ Նազարյանի ելույթն էր։ Ափսոսում եմ, որ դահլիճից դուրս եկավ, ընդհանրապես պիտի ասեմ, որ երբեք չեմ հասկացել այն պատգամավորներին, որ տիեզերացունց հայտարարություններ են անում ու չեն սպասում 5 րոպե, որ աչքերի մեջ նայելով արձագանք հնչի, բայց ինչևէ։ Ես չեմ ընդունում այն զուգահեռը, որ պարոն Նազարյանը իր ելույթում տարավ այս դեպքի շնորհակալություն, որ եկաք։ Պարոն Նազարյան, չեմ ընդունում ձեր այն դիտարկումը ու դատապարտում եմ խստիվ այն զուգահեռը, որ անցկացնում եք այս նախագծի եւ ԱՄԵԿ+-ի մեջ։ Պարոն Նազարյան, ինչի դուք չգիտեք, ինչու եւ ինչպես է փակվել ԱՄԵԿ+-ը։ Ինչի դուք չգիտեք, որ 7 տարի շարունակ ամենաշատը մեզ քննադատում են, որ ամենապիղծ բովանդակությամբ ընդդիմադիր հեռուստաալիքները չենք փակում, բայց մենք մեր արժեքներից ու սկզբունքներից մի միլիմետր չենք նահանջում, հետ չենք կանգնում։ Դες թվում է մեզ հաճելի է այդ խայտառակ բովանդակությունը լսել մեր ընտանիքների հասցեին, բայց մենք արժեքներ ունենք, մենք մեր արժե համակարգը չենք դավաճանում եւ նույնիսկ հանրությունը մեզ մեծապես քննադատում է, բայց մենք հասկանում ենք, որ կան կարմիր գծեր, հիմնարար արժեքներ եւ դրանցից մի միլիմետր այն կողմ չենք անցնելու։ Ինչ ԱՄԵԿ+-ի օրինակ եք բերում, որ հանրությունը ոնց է ամեն ինչ են գալիս։ Սա լրիվ ուրիշ բանի մասին է։ Եվ մեր օրոք ԱՄԵԿ+-ների որևէ պատմություն չի կարող կրկնվել, դա մեր ամենացավոտ ու դառը կետերից մեկն է եւ թող չերազեն նույնիսկ։ Իսկ ինչ վերաբերում է այս նախագծին, եւս մեկ անգամ ուզում եմ ասել, Տիկին Գալստյան, հատուկ ձեզ եմ ուզում արձագանքել։ Տեսալսողական մեդիայի մասին օրենքի հոդվածի 10-րդ հոդվածի 5-րդ կետում շարունակում է իմպերատիվ կերպով պահանջը մնալ, պահպանվել։ Այն է լիցենզիա ստացած հեռուստահեռարձակողները պետք է իրենց շաբաթական եթերաժամանակի 20%-ի եթերի բովանդակությունը նվիրեն կամ կրթական, կամ մարզական, կամ մանկական, կամ էլ մշակութային ուղղվածության կոնտենտի։ Սրան որևէ մեկը սրա նկատմամբ ոտնձգություն անել նույնիսկ չի կարող։ Եվ խնդրում եմ իրեն իրենց անուններով կոչել։ Այս նախագիծը բոլորովին այլ բանի մասին է, եւ ես կրկնում եմ, եւ ես վստահ եմ, որ շողակաթը չի փակվելու, շողակաթ հեռուստաընկերությունը դիմելու է նաեւ այն ամբողջ գործիքակազմերից, որից կարող է յուրաքանչյուր հեռուստաալիք օգտվել, սա բոլորովին այլ բանի մասին է։ Ափսոսում եմ, որ այս քննարկումը այս տեսակ ուրեմն ձևակերպումներով է ընթանում եւ փորձ է արվում մանիպուլացնել։ Եվս մեկ անգամ հորդորում եմ կողմ քվեարկել եւ ընդունել այս օրենքը։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։